Ձեզ համար ինչի մասին է խոսում։ Իրենց վախերի։ Արդյոք պատրաստում են բախումների գնալ։ Իրենց հարցրեք։ Հարցրեք իրենց, ինձ ասում եք, որ ինչ։ Դուք ձեր լիակատար աջակցությունն եք հայտնում կաթողիկոսին։ Եթե այստեղ եմ ինչ է նշանակում։ Իսկ ինչպես եք մեկնաբանում ենք ոչ միացան 10 եպիսկոպոսների այդ հայտարարությունը։ Գնացեք իրենց հարցրեք, ես 10-ի մեջ չկամ, չէ՞։ Թե նկատեմ որպես եպիսկոպոս ինչպես եք մեկնաբանում։ Նրանք առայժմ եպիսկոպոս են կարգալույց չեն հռչակել։ Դա ցավ է մեզ համար, անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են իրենց եկեղեցին քանդելու համար։ Ոչ միայն եկեղեցին, սա եկեղեցու խնդիրը չէ, ազգի պառակտման խնդիրն է։ Սրբազան հայրելի մարդ։ Լավ, հերիք է, Նայեք, 10 հոգի կմտնեն ներս, այդ 10 հոգիները ինչպես եք ընդունելու նրանց։ Եթե պիտի կան ժողովրդական կյանքի մասնակցելու խնդրան, եթե պիտի կան պառակտի շորտողությունները, իհարկե ոչ։ Ինչպես եք արգելելու նրանց, որովհետև բազմաթիվ ուժայիններ կան, ենթադրաբար իրենց կողմն կլինեն, ոչ թե ձեր։ Իգան կտեսնենք, չգիտեմ։ Կարծում եք բախումներ կլինեն։ Չեմ կարող ասել։ Վեհապարը Անսասան է, ինչպես է տրամադրված։ Ինչպես Անսասան Արարատ լարը։ Որը մերը չէ։ Հա։ Որը մերը չէ։ Տարբերություն վեհապարի։ Դուք եք այդպես մտածում մերը չէ։ Միշտ Արարատը մերն է եղել։ Սրբազան նաև այս 10 եպիսկոպոսները հայտարարությամբ են հայտնվել եկել, նշել են, որ Գարեգին II պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Այսօր նման անդրադարձ եւ պետք է իրենք ոչ իրավունք ունեն, ոչ է կարող են նման բան ասել, որ պարտադիր իրավունք ունեն հրավիրելու։ Դա իրանց չի վերաբերում։ Իսկ առանց նրանց հնարավոր է նիստ հրավիրել եւ եպիսկոպոսությունից զրկել կարգալույց անել։ Ժողովուրդ, մեր եկեղեցին մոնարխիկ կազմվածք ունի։ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռն է բոլոր հնարավորությունը ցանկացած բան կարող է անել։ Իսկ Գերագույն հոգևոր խորհուրդը խորհրդատվական մարմին է։ Գործադիր մարմին չէ։ Իսկ ինչու՞ մինչ այս դուք երկար ժամանակ աշխատել եք եպիսկոպոսներին։ Այդ եպիսկոպոսներին այդ հարցը բարձրացնում Այս հարցը միշտ ամեն անգամ տալիս եք դուք եւ պատասխանը միշտ էլ լսել եք, չէ՞։ Եկեղեցին երբևիցե արագ կարգալույց չի անում։ Բոլոր իր գործիքակազմերը սպառում է եւ տեսնում է, որ ոչ մի հնարավորություն չկա, նոր այդ քայլին դիմում է։ Հիմա կա այդ հնարավորությունը, ինչ եք տեսնում։ Հիմա հնարավոր է այդ Կարող է, ինչ չէ։ իրավիճակը ստեղծվի։ Կարող է։ Սրբազան դուք երկար ժամանակ ծառայել եք ձեր հոգևոր եղբայրների հետ, որոնք այսօր հավաք են կազմակերպել։ Իրենցից ինչ եք սպասում։ Արյունահեղությունների կամ բախումների կգնան։ Ես չեմ կարծում իրանք, որ նման բանի գնան։ Իսկ այս հավաքը սպասում եք։ Ճիշտ ասած ոչ։ Դուք կիսում եք այն տեսակետը, որ այս հավաքը նույն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքն է, պարզապես միացած այս եպիսկոպոսներին։ Նշանակ։ Այդ 10 հոգին 10 մարդ չէին կարող հավաքել։ Ինքը ասում է ես չեմ ուղղորդել, բայց ողջունում եմ։ Սրբազան հայր։ Չեմ ողջունում, աջակցում եմ։ Ինչ է նշանակում։ Դա ողջունում եմ։ Աջակցելը ուրիշ բան է, ողջունել ուրիշ։ Ձեր եղբայրները, ձեզ նախին ծառայակից եղբայրները, ձեզ ճնշումների տակ են։ Միանշանակ, իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով այո։ Իսկ փորձել եք Ինչ է նշանակում 1 օր առաջ ուրիշ բան ասել, իսկ հետո որի այլ ուրիշ բան։ Իսկ ինչը կարող էր պատճառ դառնալ ճնշումների նրանց նկատմամբ։ Իրենց պետք է հարցնենք։ Լավ, Սրբազան զրուցելու առիթ ունեցել եք, տարհամոզելու։ Իսկ Չեմ իրենք ունեցել փորձել են, եւ չեմ էլ ուզում։ բայց փորձել են իրենք կապերով գտնել։ Ես չունեմ տեղեկություն եւ ցանկություն էլ չունեմ իրենց հետ շփվելու։ Սրբազան այդ գործողությունները վնասում են եկեղեցու վարկանիշին։ Վարկանիշին չէ, վարկանիշն ընդհակառակ ավելի բարձրն է, բայց եկեղեցին խոցվում է։ Սրբազան հայր, կարծում Բայց եք եկեղեցին ինչքան էլ խոցվի, եկեք նայենք, որ դա աստվածաբանորեն Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցին երբեք չի կարող տուժվել, բայց եկեղեցական կառույցի աշխատակիցները եկեղեցու առաքելությունը կարող է տուժվել։ Սրբազան ինչ եք Ընդհակառակ է, եկեղեցին միշտ զորանում է նման դեպքերում։ Սրբազան ինչ եք կարծում, սա կդառնա ժողովրդի համախմբման առիթ, որ նրանք համախմբեն եկեղեցու շուրջ։ Առանց այդ էլ արդեն եկեղեցու շուրջ հավաքված են։ Շատ մեծ հոս բազմություն։ Եվ իրենց վախը սա է։ Սրբազան հայր, կարծում եք որքան էլ ուժեղ լինեն կոմպրոմատները, որքան էլ մեծ լինեն, դրա հետ միաժամանակ արժե Մայրաթորի դեմ դուրս գալ։ Արդարացվում է այդ քայլը։ Նայեք, գիտեք, Մայրաթորը
մարդկային կառույց չէ, Աստծո կողմից ստեղծված հիմնադրված կառույց է։ Հիմա ձեր հարցին, ով որ դուս կա Աստծո դեմ, ինչ կլինի իրեն։ Չէ՞ որ Արշակ Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, բայց նրանք չտրվեցին այդ ճաշին։ Որովհետև ավետարան ասում է, ես եմ հովիվ ընկաչ։ Ուրեմն իրենք լավ հովիվներ էին։ Կոմպրոմատներ ունեն այդ եպիսկոպոսների։ Իրենց տեսնեք, իրենց հարցրեք։ Տարբեր խոսակցություններ կան, այդ նույն պատմություններ, անձնական կապերի մասին նաև այլ եպիսկոպոսների։ Ես իրենց փոխարեն չեմ կարող որևէ բան ասել։ Ես ասեցի իմ սուբյեկտիվ կարծիքով, այո։ Արմավիրի թեմի առաջնորդը նշում էր վերջին պատարագին, որտեղ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը եւ անձամբ էր ինքը պատարագ մատուցում, թեմի առաջնորդը նշում էր, որ զեղչելը դա կանոնական խախտում չէ եւ իրենց որոշելուն է, ասած, որ իմանուն է կարող են զեղչել, այս մասով ինչ կասեք, խախտում է թե խախտում չէ ի վերջ։ Ինչ ասեմ, եթե հոգեվորականը նման բան պետք է ասի։ Դա շատ լուրջ խնդիր է։ Լուրջ աստվածաբանական խնդիր է, եկեղեցու միության, առաքելական հաջորդականության խնդիր է։ Եթե եկեղեցու միությունը զեղչում ես, եթե առաքելական հաջորդականությունը դու չես ընդունում, ինչի մասին է խոսքը։ Հիմա իրենց սպասվում է կարգ, որ կարգալույց կարվեն, ինչպես է բերելու կանոնական դաշտ կաթողիկոսի նրանց, ինչպես է բերելու կանոնական դաշտ։ Կլինի կտեսնեք։ Սրբազան նաև խոսվեց օրվա դա ենթադրում Դե է հիմա ժողովը չեղած որովհետեւ բան չեղած ես հիմա ինչպես կարող եմ իմանալ։ Չէ, Իդեպ Նիկոլ Փաշինյանը այսօր անվանել է աղանդավորներ կաթողիկոսին եւ նրա կողմնակից հոգեվորականներին, ասում աղանդավորներն Այդ մարդը վաղուց ինքը դադարել է բանական մտածելուց։ Ձեր կարծիքով Ինքը վերջնահաշվակ է արել, առողջ մտածելակերպ։ Այդ մարդու ասածների հետ ինչպես կարող ես իրեն բան։ Ձեր կարծիքով Սրբազան հնարավոր է որ այլ աղանդավորական կազմակերպություններն աջակցουν Փաշինյանին այս Ամեն ինչ էլ հնարավոր է։ Եվ հնարավոր է նա կամանորին մենք տեսանք նախորդ տարի Բեափարը ելույթ ունեցավ հանրայինով, օրինակ որևէ աղանդավորական կազմակերպության հոգևոր հովիվ ելույթ ունենա։ Չի բացառում։ Իսկ Ժողովուրդը տեսնենք։ Գերագույն հոգևոր ժողով նախատեսված է։ Այո։ Այսօր Սրբազան այդ միջազգային արձագանքը համարժեք է գնահատում։ Միջազգային արձագանք չկա։ Նկատում եկեղեցիները, ձեր քույր եկեղեցիները Քույր եկեղեցիներն են արձագանքել։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էլ է արձագանքել, եվրոպական եկեղեցիների միությունն էլ է արձագանքել, բայց համարժեք չեն։ Քաղաքական հարցեր են լուծում։ Այսինքն Մայրաթոռը նաև գեղոքաղաքական է, այսպես Անշուշտ Հայաստանն է, Հայաստանը դարձել է այդ քաղաքական կենտրոնը։ Մեծ աշխարհակաղակական կենտրոնների արանքում Հայաստանը դարձել է տարադրամ փոխանակման։ Դա միայն ներքաղաքական խնդիր չէ, կարծում եք այսքան գլոբալ ինչ-որ տեղերից են Միանշանական դրսից, ամբողջը դրսից է։ Ինչ ծառայություն կամ ում է ծառայություն մատուցում ըստ Չեմ կարող ասել, բայց աշխարհակաղակական կենտրոններն են նման հարցերը լուծում։ Ինչ որ կատարվում է Ուկրաինայում, այլ ուրիշ երկրներում որ կատարվում է։ Սրբազան այս օրերին Ձեր կարծիքով չնայած այդ հարցը հնչեց, հələ եպիսկոպոսների մի կողմ թողնենք։ Շատ էլի հոգևորականներ կան ավելի ցածր կարգավիճակով, որ այդպես դարձել են նիկոլական։ Դուք շփվում եք էլի հետները, երբանից այդ հատկությունները իրենց մոտ առաջացան։ Ճիշտ ասած, ես այդքան շատ չեմ տեսել։ Ինչ է դրթեց, որ եկեղեցու մեջ եւս Նիկոլա Պաշտ, Աստծուն թողնեն սկսեն Նիկոլին պաշտել։ Դաստիարակության խնդիր է։ Դուք այդպես ինչ-որ բաներ տեսնում եք, Ես ասում չեմ տեսել։ 1-2 հոգի։ Ես կարող եմ հստակ իմ թեմում ասեմ, որ նման բան չկա։ Ես ճիշտ հասկացա, այսօրվա այդ ժողովում լինելու է նաև 10 եպիսկոպոսների հարցը։ Չեմ կարող ասել, ասի ժողովի դեռ միջև չմասնակցեմ, չեմ կարող։ Ուզում եմ հասկանալ օրակարգում կան նրանց։ Օրակարգից տեղյակ չեմ։ Սրբազան այս օրերին ձեզ այցելել են օրինակ աշխատակիցներ, որևէ Իսկ բացառում եք, որ այսօր բարձրաստիճան հոգևորականների էլի կձերբակալեն։ Ոչ մի բան չես կարող բացառել։ Սրբազանը Մանավանդ որ ձեզ թիրախավորել էր Աննա Հակոբյանը իր գրառումներից մեկում Դրա պատասխանը ստացել է հաղորդներուց մեկում։ Էլի դիտեն ձեր հարցազրույցը օրինակ այսօր հենց այս պահին եւ որոշեն։ Որոշում։ Ձեր բացակայությունը էլ ավելի խոցելի չի դարձնի եկեղեցին։ Չէ։ Ինչ է խոցելի դառնա։ Դուք սպասում եք, որ 10 եպիսկոպոսներ կմիանան նման հայտարարություն կանեն։ Անկեղծ ասած ոչ։ Հատկապես ուրիշ չեք սպասում։ Ինչով եք պայմանավորում, օրինակ ինչ եք կարծում։ Մայրաթոռում սնված անձը չէր կարող նման բան անել։
ինչպես Իրենց հետ այս օրերին զրուցել եք, իրենց դիրքորոշումը ճշտել եք, կապի դուրս գալիս են Ոչ մեկի հետ չենք խոսել, ասեցինք, որովհետեւ մեկի հետ չենք կապ չենք հաստատել ու չեմ էլ ուզում հաստատել։ Իսկ իրենք փորձել են վերապարել տեղյակ Չեմ եւ կապ կարող հաստատել։ Իսկ դարձի բերելու համար գոնե չեք ուզում կապ հաստատել իրենց հետ, խոսել։ Բազմաթիվ անգամներ հրավերներ եղավ իրենց։ Չեք անհրաժեշտ։ Հա? Դե հրավերը եղավ եւ ընդհակառակ ավելի սաստացավ իրենց կողմից արձակում։ Կարգադուք եղած քահանաների մասնակցություն ինչ է կարծում կլինի։ Օրինակ ոնց էր տեղ ասատել Հովհաննես Սատրյանն Որտեղ լինի։ Այստեղ եպիսկոպոսների հրավիրած հավաքին։ Եվ ծպիրներ, կարգալույց քահանաներ։ Ինչ իրավունք ունի մասնակցել։ Բակում երևի։ Դե արդեն Բակում ցանկացած մեկն էլ կարող են գալ, բայց շողովին ինչ իրավունք ունի լինի մասնակցել։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է կրկին, որ Հայաստանը վեհապարտ չունի, կաթողիկոս Հայաստանն էլ վարչապետ չունի։ Բազմաթիվ անգամ Սրբազան, տեսեք, Գևորգ եպիսկոպոսի մասին են շատ ասում, որ ինքը այսպես հորպես է ընդունել վեհապարին, վեհապարը նրա զավակի նման իրեն ծնել է, աճեցրել է, մեծացրել է, բազմաթիվ խնդիրներից ու փորձանքներից է փրկել եւ հիմա այսպես դավանափոխ եղավ կամ տիրադավ եղավ։ Իր մասով ինչ կասեք, դուք հետո ինչպեսի հարաբերություն նայեք, ասեմ, բոլոր 10-ի համար էլ սա էլ եմ կրկնում, մեզ յուրաքանչյուր հոգեվորականի համար դա անձնական ողբերգություն է, անձնական, որովհետև բոլորի հետ մենք մեծ մասը եղել են մեզ ավագ եղբայրներ, մի մասը եղել են ընկերներ եւ այսօր այս ջրբաժանն է առաջացել։ Ուղղակի ցավ է մեզ համար։ Իսկ ինչ է կարծում, հնարավոր է վեհապարին եւս փորձեն ձերբակալել, կալանավորել, այսինքն քրեական ճանապարհով փորձեն ազատվել նրանից։ Ոչ մի հիմք չունեմ, բայց քանի որ Հայաստանում անօրինական երկիր է դարել, մայր օրենքը սահմանադրությունը վաղուց լռել է, հնարավոր է կամ ախտա ամեն ինչ կարող է լինել։ Պես հայտնի է օրինակ Լավերիկա ժողովուրդ Կճոյանին հետ Լավերիկա այն մյուս հոգեվորականին Դու շատ ես հարցրել եմ, գնա մի հատ էլ հարց։ Ներողություն մի բան